Արգելի հանրային ներառող, քանի որ ձեր կողմից հրավիրված եկան կարող եք սկսել ներկայացուցիչը։ Շնորհակալություն պատասխան դատարան։ Արգելի նկար, այլ ներկայումս ասում եք նախաքննության ընթացքում ցույցում չեք տվել։ Քննիչի մոտ չեք գնացել նախաքննական Քննիչի մոտ ես եղել եմ այն ժամանակ, երբ որ հրավիրվել է քննչական կոմիտե ընտրական փուլումի մավական ցուցակի 5-րդ համար Գառնիկ Ղազարյանը եւ այնտեղ ես ուզում եմ ցուցմունք արգելի նկատողներ նաեւ դուք ներկայացնեք թե ինչ ցուցմունք են ես տվել որ ես տեղյակ չեմ Շատ լավ հացեր հարցակնության նաեւ տեսականությունը ձեր հարցակնության արձանագրությունը որովհետեւ նվարով թերթի հատորում պատասխան դատարանության 7-35 գիրում Կտակ պատասխան դատարան, հա, ես ավարտում եմ, ինչ ցույց տալու, այսինքն ցույց տալու արձանագրություն կա, պատասխան դատարան։ Ես ավարտում դատարանը ամեն դեպքում արձանագրում է, որ բարոյի նյութերում ցուցում որպես այդպեսին արձանագրությունը առկա է։ Մնացածը գուցե ժամանակ անցել իմ մոտ ինչ-որ Պատասխան դատարան վրա չի պատկերացնում ինչի մասին խոսքը, ցանկանում եմ բարձրաբանել, որից հետո Առանցություն Բակարժան դատարանի գուցե վկային հարցնենք, կա պատկերացում ունի ինչի մասին խոսքը, թե ոչ որ արձանագրենք, որ վկան չի պատկերացնում ինչի մասին խոսքը։ Խնդրեմ հարցերով ինչ ունենք ասելով հարցակնություն։ Քննիչի մոտ առասել է ինչի համար է գնացել Գառնիկ Ղազարյանին, երբ որ հրավիրել են քննչական կոմիտե, ես գնացել եմ Գառնիկ Ղազարյանի տեսակցության։ Եղել եմ քննչական կոմիտեի շենքում, չեմ հիշում որ կաբինետում, ում աշխատասենյակում, կոնկրետ։ Եվ անկեղծ ասած պատվարժան դատարան, եթե հարկ կհամարեք, նաև ես եմ ստուզում ծանոթանալ, նրա հետ, ինչի հետ, որ դուք հիմա փորձում եք ծանոթացնել։ Շատ լավ, վերջում ձեզ ամեն դեպքում կծանոթացնենք։ Քննիչի մոտ ամեն դեպքում ցուցմունք եք տվել 2025 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ։ Այլ 2021 թվականի նոյեմբերի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում Ոսկեհատ գյուղում կներկայացնեք ինչ համակարգներ տեղի ունեցել, ինչ դեպքեր են տեղի ունեցել։ Նոյեմբերի 1-ին նախատեսված էր մեր քարոզարշավի տրամաբանության մեջ հանդիպումը Ոսկեհատ գյուղի բնակիչների հետ եւ այդ շրջանակում մի փոքր ավելի շուտ, մինչև նախանշված 16:00 մեր հավաքն իրականացնելը որոշում էր կայացվել մեր շտաբի կողմից տեղադրել վրան իրազեկող գյուղի կենտրոնական հատվածում եւ կցել այնտեղ երկու գաղափարակից եւ թիմակից ընկերներ, որպեսզի իրազեկող աշխատանք կանեին գյուղում։ Մինչև 16:00 նախապատրաստական աշխատանք, որպեսզի հետագայում ավելի լայն զանգվածների հետ հնարավորություն լիներ շփվելու եւ մտքերն ու ծրագրերը կիսելու։ Այդ ընթացքում օրվա առաջին կեսին 1-ից 2-ից հետո հիմա կոնկրետ ես ժամը չեմ կարող հիշել Ահազանգա ստացվել է գյուղում իրազեկման աշխատանքներ իրականացնող հավաքանու 5-րդ համար Գառնիկ Ղազարյանի կողմից, հիմա համար կարող ասել եղել է իրենը թե իրենը չէ, ես խոսել եմ իր հետ, եւ նա ներկայացրել է իրավիճակը, որ գյուղում իրազեկման աշխատանքներ իրականացնելիս, նախընտրական բուկլետներ բաժանելիս ինքը հանդիպել է երկու մարդու որոնք հայոյանքներ են սեռական բնույթի տեղացել անձամբ իմ հասցեին եւ հիմա էլ մթնոլորտը գյուղում շարունակում է լարվել եւ դեպի լարում գնալ։ Ինչով է հիմնավորվել Գառնիկ Ղազարյանի կողմից, որ իրավիճակը գյուղում լարվում է կամ դեպի լարում է։ Անմիջապես միջադեպից հետո, այդ մի քանի րոպե տևած միջադեպից հետո գյուղի կենտրոնական հատվածում կուտակումներ են տեղի ունենում մեքենաների։ Եվ 16:00-ին, երբ որ մենք հասնում ենք այնտեղ, բնավ իմ պատկերացումը կամ իմ այսպես տպավորությունը առաջին այնպեսին չէր, որ մարդիկ գրկաբաց ուզում են ինձ ընդունել այդ գյուղում կամ լսել իմ ծրագրերն ու տեսակետներն ու դիրքորոշումները եւ իրավիճակը ընդհանուր կարող է
սահուն ընթացքից դուրս գալ, ինչու՞։ Պատճառը հետևանքային կապ կա այստեղ, որովհետև նորից եմ կրկնում, Գառնիկ Ղազարյանի նախընտրական իրազեկման գործողություն իրականացնելիս յուղից երկու հոգի, հետո ենք իմանում, թե ովքեր են, հայհոյել են իր ցուցակը գլխավորող անձին, տվյալ դեպքում ինձ։ Սա այն է, ինչ կա, ինչ որոշում է կայացվել տեղում, որպեսզի հետագա այսպես իրավիճակի սրունից խուսափելու համար որոշում են կայացրել իրազեկման եւ քարոզարշավի ավտոերթի տրամաբանության մեջ իրականացնենք, որի սկզբանե մեր պլաններում չէր մտնում, ծրագրում ենք այդտեղ քայլել, շրջել, ունակում, դուրարկում մարդկանց հետ շփվել, մեր ծրագրերը ու տեսակետները կիսել նրանց հետ։ Շատ լավ, կներկայացնենք այդ ժամը մոտավոր քանիսի կողմեր հասել դասալ յուղ։ 14:00-ից ինչ պետք է անենք, որ չեք իրականացնել։ 16:00-ից մի փոքր գուցե 15 րոպե 20 րոպե այս կողմ այն կողմ պետք է իրականացնենք, նորից եմ կրկնում, քարոզարշավի տրամաբանության մեջ գործողություններ շրջենք, մարդկանց հետ շփվենք, անհատապես բոլորի հետ զրուցենք, նրանց պրոբլեմները լսենք, նրանց պրոբլեմների վերաբերյալ մեր լուծման պատկերացումները կիսվենք, ներկայացնենք, որը չենք կարողացել իրականացնել եւ ստիպված ենք եղել յուղում մեքենաներով պատտվել եւ ընդհանրապես հայտարարել, որ մենք եկել ենք այս յուղ, փորձել ենք մեր ծրագրերը կիսել նրանց հետ, ստացվել է այնքանով, որքանով որ ստացվել է։ Ստացվել է, առասարակ։ Ես կրկնում եմ, ստացվել է այնքանով, որքանով որ ստացվել է, որովհետև ես նորից եմ ասում, այն ինչ որ պլանավորված է սկզբանե նախընտրական շտաբի կողմից եւ այն տրամաբանության մեջ, որով որ գնացել է ողջ քարոզարշավի ընթացքում վաղաշաբաթ խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում այդ տրամաբանության մեջ չի գնացել եւ տարբերվող է եղել մյուսներից։ Այդ ինչ է ինքն հանդիսացավ, որ նախապես պլանավորած գործողությունները, այսինքն քարոզարշավը չի իրականացրեցիք, այլ որոշեցիք մեքենաների քարոզարշավ իրականացնել։ Նորից եմ կրկնում, իմ 5-րդ համար Գառնիկ Ղազարյանի ներկայությամբ նախընտրական բուկլետի հետ սեռական բնույթի հայոյանքներով ինչ-որ մենամարտի մեջ մտնելը բերեց դրան, ինչա նշանակում հայոյել ցուցակը գլխավորող անձին, սեռական բնույթի հայոյանքներ տեղալ, հետո հավաքվել յուղի կենտրոնում, ինչ ասա իրենից ենթադրում, Գառնիկ Ղազարյանը պիտի ինձ ասի, որ հայոյել են, ես ինչ պիտի անեմ, պիտի ասեմ արի ճակատը պաչել, թե պիտի առնվազն ասեմ եղբայր ինչ ես ինձ հայոյել, ինչ ճանաչում ես, երբևէ մենք իրար ճանաչել ենք, երբևէ մեր ճանապարհները խաչվել են, ինչու, որ նախնդիր է, ու կներեք սա ինչի կարող է բերել, այսինքն զուտ հայոյանքացիներն են հանդիսացել կան հանգամանքը, որ դուք ձեր քարոզարշավը չեք իրականացրել։ նաև կուտակումներ։ Որտեղ եք կուտակումներ տեսել։ Նախաքննական մարմինը կարծում եմ տեսա ձայնագրությունները հարակից շինությունների յուղի կենտրոնական հատվածի պետք է որ վերցրած լինի եւ այնտեղ հատավոր արտացոլված լինի։ Ես նշեցի յուղի կենտրոնական։ Ինձ հարցը ձեզ եմ ուղում եւ Շատ լավ, նախաքննական մարմինը թե ինչ է արել, ինչ չի արել, դա ձեզ վերաբերել չէ։ Յուղի կենտրոնական հատված։ Ում եք տեսել, ինչ կուտակումներ եք տեսել։ Մեքենաներ բազմաթիվ։ Եվ Գառնիկ Ղազարյանի կողմից ստացել եմ տեղեկություն, որ այս մեքենաները կապ ունեն ինձ հայոյով անձանց հետ։ Իսկ հեռախոսազանգի միջոցով եք այդ տեղեկությունները ստացել, թե արդեն տեղում եք ստացել այդ տեղեկությունների մի մասը ստացել եմ հեռախոսազանգի միջոցով, որ այսպիսի միջադեպ տեղի ունեցել եւ իրավիճակը լարվում է գյուղում, մնացածը տեղում արդեն նաեւ տեղում։ Ինչ է տեղում, ավելի մանրամասն տեղում Գառնիկ Ղազարյանը ներկայացրել է ինձ, որ եւ նաեւ մյուս աղջիկը մեր գաղափարակից ներկայացրել է, որ այս ամեն ինչը սկսվել է, մեքենաների կուտակումը սկսվել է միջադեպից հետո Գառնիկ Ղազարյանի տեղի ունեցած։
Այդ ամեն ինչի արդյունքում ձեր թիմակիցների մոտ վաղ իրանցության մտնոլորտ է ստեղծվել, ուզում եմ ասեմ քարոզարշավը չեք իրականացրել։ Առնվազն անհանգստության մտնոլորտ է ստեղծվել ինչ արվում, որպեսզի իրավիճակի հետագա սրումից եւ լարումից խուսափեն։ Շատ լավ, երբ դուք հասակ արդեն ոսկերած տեղում ձեզ ինչ-որ մեկ մոտեցել ասել, որ քարոզարշավ չիրականացնեք կամ ինչ-որ ժեստիկուլյացիա, այսպես ասած, գործողություն։ Ոչ, Միայն Գավիկ Ղազարյանն ասաց։ ոչ, այո։ Ներկայումս հարցեր չունեմ պատասխան։ Այս արի նկատեցեք, նշեցիք, որ կուտակումներ այլեց է որոշել եք ձեր հանրահավաքի կողմարդեսից ասած կողել ավտոերտի, դրանց հետո ինչ ակայվ, ավտոերտի գյուղում եք արագելիս դուս եք նասել։ Չեմ գյուղում ենք արել, հնարավորինս խուսափելով կուտակումներ այն հատվածից, որտեղ որ կային կուտակումներ։ Իսկ ընթացքում ավտոերտի ընթացքում արտարոց կամ նկատել եք ձեր հետապնդել եք նաև կամ անձիկ հետապնդել։ Անկեղծ ասած, ես այդ իրավիճակում մեր մեքենաներն էլ էին շատ, այդ գյուղի մեքենաներն էին շատ, դրան ուշադրություն չեմ դարձրել։ Շատ լավ։ Տեսեք, ընդհանրապես հանրահավաքում ձեր քարոզարշավի իրականացնելուց ես ոստիկանից բարեկային ծառայության աշխատակիցներ գործում են։ Իհարկե, ոստիկանության աշխատակից եղել այդ ժամանակ եւ երբ մենք ենք արդեն այնտեղ եղել, որովհետեւ թիմը առանձին իրականացրել է այլ հատվածում քաղաքի քարոզարշավ եւ ակտիվ քարոզարշավի ժամանակ է հիմնականում ոստիկանության աշխատակիցը մեր հետ գծված եղել, իսկ արդեն պասիվ քարոզարշավի ժամանակ, որի մասնակիցներ Գավիկ Ղազարյանը եւ Լիանը այդտեղ ոստիկանության աշխատակից գծված չի եղել։ Այսինքն ինչ ձեր գնալի է, հաստատ գիտեք թե ենթադրում եք։ Ես առնվազն այդպես ենթադրում եմ, որովհետև ես կարող եմ ասել այն, ինչ որ իմ աչքերով եմ տեսել, ինչ որ իմ շուրջն է եղել, մեզ հետ միասին ոստիկանության աշխատող եղել է։ Հասկացա։ Իսկ տեսեք, ընթացքում նշեցիք կուտակումներ են եղել, գործել եք հարցը ոստիկանության աշխատակցի միջոցով, գործել կարգավորել։ Հաշվի առնելով Մեկ էլ շարունակենք քանակական մասով, քան ոստիկանական։ մեկ երկու ոստիկան ա եղել, ձեր մյուս հարցի պատասխան ասեմ։ Ոստիկանության աշխատողը տեղում մեր մեջ հետ քայլել է եւ իրականում քարոզարշավի նաեւ պասիվ մասնակից ինքն է եղել Հայաստանի Հանրապետության պետական պատգամ մարմինների կողմից գծված անվտանգությունը երաշխավորելու մասով եւ ինքը իր աչքերով ամեն ինչ տեսել է։ Իսկ որևէ կայ ձեռնարկել է հասկացել ինչ կուտակում։ Ես ոստիկանության աշխատանքներին չեմ խառնում, անկեղծ ասած։ Իսկ դուք տեղեկացրել եք իրեն։ Ես առանձին տվյալ պարագայում, տվյալ դեպքի ժամանակ, տվյալ գյուղում ոստիկանության աշխատակցի հետ առանձին զրույց բնականաբար չի եղել, որովհետև իրավիճակի բնույթն է մի փոքր ֆորս մաժորային է մեզ համար։ Ենթադրում եք նաև հակառակը, չէ՞ որ իր նախաձեռնություն։ Ոստիկանը ձեզ մոտենա հարցին։ Ոստիկանը կրկնում եմ, մեր հետ ա եղել, ոստիկանը մեր հետ ա եղել, մեր մեջ ա եղել, ոստիկանը տեսել ա, ֆիքսել ա։ Հասկացա։ Արգելի վկա, տեսեք նաև նշեցիք, որ հետո հրավիրվել եք քննչական գործի համապատասխան ստորաբաժանում, երբ եք հրավիրվել, ինչ եք այդ դեպքից, օրեր, ժամեր, իսկ ձեզ տեղեկությունով է փոխանցել։ Հետո չեմ։ Իսկ ինչ եք քննչական մարմին եք ներկայացել թե ոստիկանություն։ Գուցե տեղանքով ինչ եք։ Ոստիկանություն տվյալ դեպքով չեմ եղել, բայց ընդհանուր քարոզարշավը ավելի հավուր պատշաճի եւ բոլորի համար անվտանգ իրականացնելու նկատառումներից ելնելով միանշանակ ոստիկանությունը մեզ եղել է ինչպես մյուս բոլոր տեխնիկներ։ Այսպեսի հարց, տեղեկությունում եք ձեզնից առաջ կամ ձեզնից հետո ով ահարցակել, ձեր թիմակիցներից։ Իսկ դուք որևէ մեկին ասել եք, որ նա ահարցակել նկի։ Բացարձակ, երբեք։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, գիտակցում եմ թե իմ իրավունքները, թե իմ պարտականությունները եւ իմ իրավունքների մեջ բնավ չի մտնում մարդկանց հարկադրելը, ինչ-որ մի բան անել, կամ չանել, գնալ, կամ չգնալ, ամեն մարդ ազատ է ինքը իր որոշումներում եւ ինքնավորոշում թե ինչպես վարվում։ Շատ լավ, չէ, իմ հարցի
նպատակը կամ իմաստը այն է, որ ոչ թե հարկադրեք ինչ-որ մեկին, այլ ծանուցեք։ Գնաց այդ ես կանչել Պատճան մարմինները լավագույնս կատարում են եւ իմ գործը չի ծանոթ։ Շարժելն է։ Ես որևէ մեկին չեմ ոչ արել, ոչ չկայացի։